Ինչպես նշեց իմ գոլեգան, բացառապես անկախի եղանակով կենսաթոշակների և նպաստների գործընթացը սահուն իրականացնելու համար դեռևս անցած տարվանից սկսած իրականացվել են լայնածավալ իրազեկման բնույթի աշխատանքներ, ինչպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այնպես էլ միասնական սոցիալական ծառայության, կայքէջի պաշտոնական, սոցիալական հարթակների միջոցով, այնպես էլ նաև մեր տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով։ Նշված բացատրական աշխատանքների գործողությունների արդյունքում նաև մեր թեժգծի սպասարկման ծառայությունների ընթացքում քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների արդյունքում մենք ունենք այնպիսի պատկեր, որ նախորդ տարվա համեմատ կանխիկով ստացող շահառուների թվաքանակը զգալի նվազել է, անցած տարվա համեմատ տարվա վերջին ունեինք մոտ 50,000 շահառուներ, որոնք ստանում էին իրենց կենսաթոշակի և նպաստները կանխիկ եղանակով, ներկա պահին այսօրվա տվյալներով դրանք շուրջ 26,000 են, սակայն այնուամենայնիվ այս 26,000 շահառուներին էլ խնդրում և հորդորում ենք, որ իրենց վճարման եղանակի փոփոխությունը, եթե նրանք հնարավորություն ունեն, դա կատարեն ինքնուրույն ու դա կատարեն մինչև մարտի 1-ը, ինչպես նշեց Տիկին Գալստյանը, մարտի 1-ը ընտրվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր այն հնարավոր հերթերից, որոնք կառաջանան վերջին պահին, ու նաև հնարավորություն տալ բանկերին, բանկային հաշվի պայմանագիրը կնքել, բանկերի քարտերը թողարկել և եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան տեղաշարժման սահմանափակումներ, նրանց բանկային քարտի առաքումը իրականացնել մինչև ապրիլ ամիսը։ Այս գործընթացում, եթե պետք է նշել, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը բանկի ընտրության փոփոխությունը հնարավոր չի լինի կատարել այդ պարզ պատճառով, որ նշեցի, որպեսզի կարողանանք համակարգային մոտեցում ցուցաբերել, որ միասնական սոցիալական ծառայությունն էլ ունենա այդ հնարավորությունը այդ մի քանի օրերում 20 օրվա ընթացքում կարողանա կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։ Նշված գործընթացում, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան դժվարություններ օբյեկտիվ պատճառներից ելնելով անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու հարցում, սուրանդակային ծառայությունների հետ մեկտեղ նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությունը կապահովվի։